Добрый день. Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Մեր սպասված հյուրը այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին է։ Պարոն Խուդոլի, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր այսօրվա զրույցի համար։ Вам спасибо. Ձեզ շնորհակալություն։ Պարոն Խուդոլի, 2025-ը հեշտ տարի չէր։ Եվ երևի թե ճիշտ ժամանակն է ամփոփելու արդյունքներն ու խոսելու ապագայի մասին։ Կցանկանայինք նաև մի փոքր անդրադառնալ անձնական հարցերի, որոնք սովորաբար մնում են կադրից դուրս։ Օրինակ, ինչպես սկսվեց ձեր պատմությունը հանքարդյունաբերական ոլորտում։ Դա գիտակցված որոշում էր, թե ուղղակի հանգամանքների բերումով եկաք ոլորտ։ И это было осознанное решение или стечение обстоятельств в молодости? Да, хороший вопрос, да. Լավ հարց է։ Երևի որոշակի հանգամանքների համադրություն էր։ Ծնվել եմ Ուկրաինայում, Ժդանով քաղաքում, որը հիմա կոչվում է Մարիուպոլ։ 17 տարեկանում թողել եմ հայրական տունս։ Ընդունվել եմ Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարան, որն այսօր Սանկտ Պետերբուրգի համալսարանն է։ Ավարտել եմ 1987 թվականին։ 86-ին արդեն ընտանիք ունեի։ Կնոջս հետ միասին էինք սովորում։ Ծնվեց մեր դուստրը եւ համալսարանն ավարտելուց հետո մեզ աշխատանք առաջարկեցին Յակուտիայում։ Այն ժամանակ խորհրդային տարիներին այնտեղ հիմնականում գնում էինք գումար աշխատելու։ Մենք բնակարան չունեինք, ապրում էինք հանրակացարանում։ Ունեինք 15 քառակուսի մետրանոց սենյակ։ Երբ ստացանք 18 քառակուսի մետր, դա մեզ համար իրական երջանկություն էր։ 18 метров квадратных, это было какое-то такое совершенно счастье. Կնոջս հետ այս լուրջ ճանապարհն անցել ենք միասին։ Մեկնել էինք ժամանակավոր աշխատանքի, բայց մնացինք Յակուտիայում 21 տարի։ Յակուտիայում ես անցա ճանապարհ ինժեներից մինչև խորհրդային միության խոշորագույն հոլդինգներից մեկի՝ Յակուտուգոլի գործադիր տնօրեն։ Այնտեղ աշխատում էր շուրջ 15000 մարդ։ Հանքային զանգվածը հսկայական էր, մինչև 100-120 միլիոն տոննա։ Դա արտահանման վրա կենտրոնացված հոլդինգ էր, միակը ԽՍՀՄ-ում։ Մենք աշխատում էինք Ճապոնիայի հետ, Nippon Steel, Sumitomo Metal, Kobe Steel ընկերությունների, ինչպես նաև Կորեայի, Թայվանի, Հնդկաստանի հետ, այսինքն ամբողջ ասիական տարածաշրջանի հետ։ Շատ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ շատ բարդ ժամանակաշրջան էր, բայց երիտասարդ տարիքում ամեն ինչ այլ կերպ է ընկալվում։ Նման փորձությունների միջով պետք է անցնի յուրաքանչյուր մարդ։ Սա քո անձնական փորձն է, քո ընտանիքի փորձը։ Это твой опыт твой личный, опыт твоей семьи. Յակուտիայում ծնվեց մեր որդին, այնտեղ մեծացավ դուստրս։ Երբ արդեն հեռանում էինք Յակուտիայից, ծնվեց մեր երկրորդ որդին։ 3 երեխա ունեմ, դուստր եւ 2 որդի։ Дочка и 2 сына, да. И до сих пор вам нравится эта отрасль? Իսկ ձեզ մինչև հիմա դուր է գալիս այս ոլորտը։ Вам нравится в отрасли? Вы знаете, это мужская профессия, вот я считаю, что это именно так, да. Կարծում եմ սա տղամարդուն կոփող մասնագիտություն է, պատասխանատվության մակարդակով որոշումներ ընդունելու ծանրությամբ։ Սա մեծ ռիսկերի հետ կապված շատ բարդ աշխատանք է։ Ես որպես գլխավոր տնօրեն պատասխանատու եմ կոմբինատում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Այդ պատասխանատվությամբ ապրում եմ ամբողջ կյանքում։ Լինում են վթարներ, արտակարգ դեպքեր, դժբախտ պատահարներ։ Դա մեր գործի մի մասն է։ Իհարկե մենք ամեն ինչ անում ենք դրանցից խուսափելու համար, բայց այնուամենայնիվ նման դեպքեր են տեղի ունենում։ И все делаем для того, чтобы это не случалось, но тем не менее. И работа подобного. Նման մակարդակի աշխատանքը ենթադրում է ընտանիքից պարբերաբար հեռու գտնվել։ Այժմ աշխատում եք Հայաստանում եւ հետաքրքիր է, դուք ինչպես եք հաղթահարում կարոտի զգացողությունը։ Դա ձեզ համար հեշտ է, դժվար, թե արդեն սովորել եք։ Первый раз в Армении я приехал, это был Հայաստան առաջին անգամ եկել եմ 2007 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նոր էինք հեռացել Յակուտիայից եւ այստեղ նոր էինք ձեռք բերել ակտիվներ, Geopromaining Gold-ը, ագարակը։ Առաջին տպավորությունն այն էր, որ Յակուտիայից եկել ենք հարավային երկիր։ Ինձ հետ վերցրել էի վերարկու եւ հանքավայրում մրսեցի այնպես, ինչպես երբեք չէի մրսել Յակուտիայում, -50 աստիճանի պայմաններում։ Я в Якутии при -50 так не замерзал, как. Այդ ժամանակ հասկացա, որ Հայաստանը շատ բազմազան է։ Այստեղ կան տարբեր կլիմայական գոտիներ եւ այն հնարավոր չէ նկարագրել մեկ նախադասությամբ։ Очень разная.
Հայաստանը դարձել է իմ կյանքի, իմ ճակատագրի մի մասը։ Յակուտ ու Գոլում աշխատած իմ գործընկերներից շատերին հրավիրեցի այստեղ։ Մենք ըստ էության այստեղ կառուցեցինք հանքարդյունաբերության ոլորտը։ Այն ձեռնարկությունները, որոնք ձեռք էինք բերել, Geopromaining Gold-ի նախագծերը, ագարակը կանգնած էին։ Ամեն ինչ գրեթե զրոյից ենք սկսել։ Ֆոնդերը մաշված էին, արդիականացում չկար։ Այն խնդիրները, որ կան Զանգեզուրում, նույնպես նախկինում տարիներ շարունակ արդիականացման ուղղությամբ որևէ աշխատանքի բացակայության հետևանքն է։ Նախկինում միջոցներ չեն դրվել այդ ուղղությամբ։ Հիմա մենք ենք դա անում։ Ամբողջ ենթակառուցվածքը մաշված է, ամեն ինչ պետք է արդիականացնել։ Մենք սա համատեղել ենք զարգացման ռազմավարության հետ, որպեսզի ձեռնարկությունը վստահ զգա իրեն ապագայում։ Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը եւ մենք հենց դա էլ անում ենք։ Մենք համատեղել ենք ամեն ինչ՝ գործող արտադրության արդիականացումը եւ նոր արտադրության կառուցումը։ Այս ամենն իրականացվում է նոր տեխնոլոգիական մոտեցումների հիման վրա, նոր մակարդակներով եւ չափանիշներով։ Մենք զարգանում ենք դինամիկ կերպով։ Մենք իրականացնում ենք ռազմավարական նախագծեր եւ շատ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ։ Հետևողական եւ փուլային կերպով ձեռք ենք բերում նոր տեխնիկա։ 2025 թվականին մենք ձեռք ենք բերել 14 Բելազ ինքնաթափ, 120 տոննա բեռնատարողությամբ։ Հաջորդ տարի ընդլայնում ենք շարքը, անցնելով 180 տոննայանոց Caterpillar մոդելներին։ Անցնում ենք էքսկավատորների նոր շարքի։ Расширяем другую линейку, это 180-тонные машины, катерпиллеры, экскаваторы, которые мы переходим на другую линейку. Ռոման Նիկոլաևիչ Հայաստանի Հանրապետությունում նման մասշտաբի ընկերություն ղեկավարելը հեշտ է թե դժվար։ Ձեր դիտարկումները։ Вы знаете, везде есть свои плюсы, минусы, там да сложнее. Ամեն տեղ իր դրական եւ բացասական կողմերն ունի։ Որոշ տեղերում ավելի հեշտ է, որոշ տեղերում ավելի դժվար։ Կլիմայական առումով երևի ավելի հեշտ է, եթե համեմատենք Յակուտիայի, Անդրբայկալի հետ, որտեղ կլիման շատ խիստ է։ Մենք ունենք հանքարդյունաբերության հարստացուցիչ կոմբինատ, որը գտնվում է հյուսիսային Բևեռում, որտեղ արձանագրվել է աշխարհում ամենացածր ջերմաստիճանը։ Այնտեղ կան հանքեր, հարստացման ֆաբրիկաներ, որտեղ աշխատում են մարդիկ։ Ձմռանը ջերմաստիճանը հասնում է -50-ի, -55-ի։ Ես անձամբ աշխատել եմ նաև -60 աստիճանի պայմաններում։ Այստեղ Հայաստանում աշխատանքի բնույթը բոլորովին այլ է։ Այնտեղ օրինակ ծանր բեռնատար տեխնիկան ցածր ջերմաստիճանների դեպքում ընդհանրապես չի անջատվում։ Ձմռանը պատրաստվելը հիմնարար հարց է։ Օրինակ Զվեզդա հանքարդյունաբերական հարստացուցիչ կոմբինատը Սենտաչանի հանքավայրում։ Այնտեղ ամեն ինչ մատակարարում ենք միայն ձմեռային ճանապարհներով։ Իսկ մնացած ժամանակ միայն ուղղաթիռներով, որովհետև պարզապես ճանապարհներ չկան։ Եվ եթե ինչ-որ բան տեղի է ունենում, դա այլևս պարզապես արտադրության կանգի հարց չէ, այլ կոլեկտիվի կյանքի եւ մահվան հարց։ Рисков жизни. Это вопрос жизнедеятельности коллектива. Ну, в Армении тоже там свои вызовы очень. Այստեղ Հայաստանում այլ խնդիրներ են։ Մարտահրավերները այլ են։ Բարդ ռեսուրսային բազան խնդիր է, որի հետ պետք է աշխատել։ Իսկ դա հնարավոր է անել արտադրության արդիականացման, արտադրության մեծացման եւ մասշտաբավորման հաշվին։ За счет масштабирования производства. Немного о личном, Роман Николаевич. Մի փոքր խոսենք անձնականի մասին, դուք թորներ ունեք։ Այո, Ժամանակ գտնում եք նրանց հետ շփվելու համար։ Если да, то чем занимаетесь? Стараюсь, да. У меня 5 внуков. փորձում եմ, ես 5 թոռ ունեմ։ Ամենամեծ թոռնուհիս 13 տարեկան է։ Փորձում եմ գոնե տարին 2 անգամ բոլորին միասին հավաքել։ Չնայած նրան, որ տարբեր երկրներում ենք ապրում, ընտանիքս ինձ հետ հարմարվում է։ Հավաքվում ենք նոր տարուն եւ ամռանը։ Чтобы собраться вместе пообщаться, да. Իսկ շատ է տարբերվում գլխավոր տնօրենը սիրող պապիկից։ Ну, наверное, отличается. Երևի տարբերվում է։ Թոռներս գրեթե նույն տարիքի ծիծաղում են, երբ դուստերս ասում է, որ պապիկը շատ լավ հմտություն է ձեռք բերել։ Երբ բոլորը հավաքվում են, նա սովորել է բոլորից թաքնվել։ Он говорит, он научился очень хорошо от всех прятаться. Ինչով եք զբաղվում ձեր ազատ ժամանակ։ Ну, я люблю до сих пор так, люблю почитать сейчас. Պատկերացրեք, ես մինչև հիմա սիրում եմ կարդալ։ Երիտասարդությունն այսօր ժամանակ չի գտնում կարդալու համար։ Հիմա այլ տեղեկատվական հոսքեր են, ես կարծում եմ դա վատ է։ Բայց մյուս կողմից այլ ժամանակ է, ուրիշ աշխարհ։ Նրանք տեղեկատվությունը ստանում են այլ աղբյուրներից։
Իսկ ես, եթե ազատ ժամանակ եմ ունենում, գիրք եմ կարդում։ Ընդ որում հենց դասական գրականություն։ Ես սիրում եմ համաշխարհային դասականը։ Уже другой мир. Վերջի կարդացած գիրքը։ Մոտ 1 ամիս առաջ կրկին կարդացի Կաֆկա եւ կրկին մեծ հաճույք ստացա։ Кавку. Получил опять огромное удовольствие. Там, да. Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային հստակ քայլեր է կատարել կայուն զարգացման ուղղությամբ եւ խոսքը միայն տնտեսական ցուցանիշների վերաբերյալ չէ։ Սոցիալական պատասխանատվություն, բնապահպանություն, աշխատանքի անվտանգություն, կոլեկտիվի եւ տեղական կառույցների հետ հարաբերություններ եւ այլն։ Որքանով է այս օրակարգը կարեւոր ձեզ համար անձամբ եւ ընկերության համար ընդհանուր առմամբ։ Եվ արդյոք կարող ենք ասել, որ այսօր առանց կայուն զարգացման առաջ շարժվելը անհնար է։ Это именно так. Именно так. И мы... Այո, դա հենց այդպես է եւ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք։ Մենք դեռ շատ բան ունենք անելու։ Нам нужно еще... Անհրաժեշտ է լուծել նաեւ ինստիտուցիոնալ եւ կորպորատիվ հարցեր։ Որքան կարեւոր է դա։ Կարող եմ ասել ծայրահեղ կարեւոր է։ Սա հարցերի ամբողջական համալիր է՝ սոցիալական, բնապահպանական, էկոլոգիական, անվտանգության։ Արտադրությունը պետք է համապատասխանի այդ պահանջներին։ Սա արդեն դարձել է եւ կոլեկտիվի եւ արտադրության կենսագործնեության անբաժանելի մասը։ Առանց դրա այսօր անհնար է զարգացնել ձեռնարկությունը։ Իսկ աշխատանքի անվտանգության հարցերին մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձրել եւ շարունակելու ենք դարձնել։ Սա հիմքերի հիմքն է։ Это основа основ. Վերջերս Ծաղկաձորում անցկացվող հանքարդյունաբերական ֆորումում ձեր ելույթում նշեցիք, որ լուրջ քայլերի բացակայության դեպքում Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է իրեն սպառել։ Եվ հիմնականում խոսքը վերաբերում էր երկրաբանահետախուզական աշխատանքներին։ Պետություն մասնավոր հատված ներդրող շղթայում ինչպես են բաշխվում դերերը եւ ում պատասխանատվության տակ է այսօր ոլորտի զարգացումը։ Կխնդրեի մի փոքր մանրամասնել։ Смотрите, есть разные подходы к развитию. Տարբեր երկրներում երկրաբանության զարգացման տարբեր մոտեցումներ կան, բայց հանքարդյունաբերություն ունեցող ցանկացած երկրում պետությունը պետք է ապահովի պայմաններ։ Դա կարող է լինել կամ ներդրողների համար արտոնություններ, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն երկրաբանության մեջ, կամ պետական ընկերությունների ստեղծում, որոնք իրենց վրա են վերցնում հիմնական ծախսերը, կամ երկրաբանական հետախուզական աշխատանքների մասնակի սուբսիդավորում։ Հանքարդյունաբերական ոլորտը շատ իներտ է։ Հետախուզման սկզբից, հետախուզությունից, գեոդեզիայից, հորատումից, հաշվետվությունների եւ հարստացման նախագծային ուսումնասիրությունների պատրաստումից մինչեւ արդյունք անցնում է ամենակիչը 5 տարի, սովորաբար 7 տարի եւ ավելի։ Սա հսկայական միջոցներ է պահանջում եւ ինչ որ մեկը պետք է դա ֆինանսավորի։ Такие крупные компании, как мы можем взять на себя какие-то поисковые работы, это финансировать. Մեզ պես խոշոր ընկերությունները կարող են իրենց վրա վերցնել որոշ որոնողական աշխատանքների ֆինանսավորումը։ Փոքր ընկերությունները, իսկ Հայաստանում հիմնականում փոքր ընկերություններ են, նման հնարավորություններ չունեն։ Ես խոսում էի պարզ բաների մասին։ Հայաստանի հանքային բազան գրեթե ամբողջությամբ հայտնաբերվել եւ ուսումնասիրվել է խորհրդային տարիներին։ Հետխորհրդային շրջանում բացահայտվել է միայն մեկ հանքավայր՝ Ամուլսարը, այլևս ոչինչ։ Այն դեպքում, երբ Հայաստանի ներուժը հսկայական է, այդ աշխատանքը պետք է արվի։ Եթե դրանով զբաղվող չլինի, որոշ ժամանակ անց ռեսուրսային բազան կսպառվի եւ մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ։ Мы не оказались у разбитого корыта. Եվ այս գործով պետք է զբաղվել արդեն այսօր։ Դուք ճիշտ եք ձևակերպել հարցը։ Սա ոչ միայն մասնավոր ներդրողների գործն է եւ ոչ միայն պետության հարցը։ Սա բոլորիս խնդիրն է։ Ես խոսել եմ նաև մեկ շատ կարևոր ոչ տնտեսական, այլ ավելի շատ մարդկային, հոգեբանական գործոնի մասին։ Բիզնեսի եւ պետության միջև վստահության։ Սա չափազանց կարևոր է։ Եթե այդ վստահությունը կա, օրենսդրական ակտերի, ճիշտ հարաբերությունների միջոցով, այդ հարցերը կլուծվեն։ Սա թիմային աշխատանք է։ Эти вопросы все совместно будут решены. Это совместная работа, это командная работа. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ձեր գլխավորությամբ պարբերաբար այցելում է արտադրական հարթակներ։
Տեղում քննարկվում են աշխատանքային հարցերը, եւ դուք փաստացի այդ այցերը վերածել եք համակարգված պրակտիկայի։ Արդյոք կարող ենք ասել, որ հատկապես 2025 թվականի հունվարի իրադարձությունները, երբ կոմբինատի աշխատանքը դադարեցվել էր գրեթե 10 օրով, դարձան այն կետը, որից հետո կոլեկտիվի հետ անմիջական շփման ձևաչափը վերանայվեց եւ հասցվեց նոր մակարդակի։ Да, честно, как причина тоже, да, потому что для себя, как многие там в коллективе сделали для себя вывод. Անկեղծորեն կասեմ, այո։ Մենք եզրակացություններ արեցինք։ Ես կարծում եի, որ այն ամենը, ինչ անում ենք կոլեկտիվի համար, բոլորին հայտնի է, բայց անպատասխան հարցեր այնուամենայնիվ շրջանառվում են եւ վերածվում լուրերի։ Կա մի այսպիսի բանաձև։ Լուրը տեղեկատվության բացակայությունն է։ Բազմապատկված կարևոր իրադարձությամբ, իսկ ԶՊՄԿ-ն խոշոր կարևոր իրադարձություն է, անկախ նրանից ինչ է տեղի ունենում։ Երբ տեղեկատվությունը բավարար չէ, առաջանում են լուրեր։ Այստեղ գործում են նաև մտածողության առանձնահատկությունները եւ ամեն ինչ քննարկվում է, լցվում է հորինվածքներով, մեկը մյուսի վրա է դրվում եւ արդյունքում առաջանում են ֆանտաստիկ վարկածներ ու ենթադրություններ։ Այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, որ կոլեկտիվը առաջին դեմքից լսի, թե ինչ ենք անում։ Թեև հարցերի 99%-ը, որոնք հնչում են, ես արդեն գիտեմ եւ հազվադեպ է ինչ-որ բան ինձ զարմացնում, բայց միևնույն է, կարևոր է ուղիղ կապը, որպեսզի տեղեկատվությունը հասնի հասցեատիրոջը, որպեսզի չլինի այդ փչացած հեռախոսի էֆեկտը եւ ենթադրությունները։ Ինձ համար սկզբունքային է, որ մարդիկ բոլոր հարցերի պատասխանները ստանան անմիջապես ինձանից։ Ոչ մի հարց անտեսված չի մնում։ Чтобы коллектив и слышал от меня напрямую ответы на эти вопросы. Երկրորդ հանդիպումից հետո նկատեցի, որ հարցերի քանակը մի քանի անգամ նվազել է։ Սա ցույց է տալիս, որ ձևաչափը գործում է։ Ես շարունակելու եմ այս ձևաչափը եւ հանդիպելու եմ կոլեկտիվի հետ առնվազն տարին 2 անգամ, հարկա բոլոր հարցերը քննարկելու համար։ Իսկ զարգացող ձեռնարկությունում խնդիրներ եղել են, կան եւ լինելու են։ Предприятие коллектива, она была, есть и будет. Всегда будет. Конечно. Իհարկե, ինչպես եւ ընտանիքում, չի լինում այնպես, որ ամեն ինչ կամ ամբողջությամբ վարդագույն լինի, կամ ամբողջությամբ սև։ Ամեն ինչ կախված է մեր մոտեցումներից եւ այն ըմբռնումից, որ միասին մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։ Լավատեսական մոտեցումը օգնում է ճիշտ անցնել կյանքի ուղին։ Մենք արդեն շատ բան ենք արել միասին, բայց առջևում դեռ շատ աշխատանք կա։ Մենք իսկապես ունենք բացառիկ կոլեկտիվ։ Մենք ոչ միայն հավակնոտ խնդիրներ ենք դնում, այլև լուծում ենք դրանք։ 2026 թվականը ռազմավարական առումով բարդ է լինելու, ինչպես եւ իդեպ ցանկացած տարի։ Ես ամեն տարի ասում եմ նախորդ տարին բարդ էր, բայց այս մեկը առավել բարդ է լինելու։ Եվ այդպես ամեն տարի։ Կյանքի տեմպը, պատասխանատվության մակարդակը, սխալի գինը, ռիսկերի աստիճանը, չափազանց բարձր նշաձող են եւ ամեն տարի ավելի է բարդանում։ Идти по этой жизни. Եվ վերջում Ռոման Նիկոլաևիչ, ինչ կցանկանայիք ասել կոլեկտիվին տարվա արդյունքներով 2026 թվականի համար ձեր մաղթանքները խնդրեմ։ Առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն։ Թող լինի խաղաղություն, սա հիմքերի հիմքն է։ Հիմա դա բոլորովին այլ կերպ է ընկալվում, առանց խաղաղության չկա զարգացում եւ ապագա։ Մաղթում եմ սեր ու երջանկություն յուրաքանչյուր ընտանիքի, արտադրական եւ անձնական ձեռքբերումներ բոլորիս։ Շնորհավոր գալիք նոր տարին։ Թող այն բոլորիս համար հաջող տարի լինի։ С новым наступающим новым 2026 годом. Он для всех, для нас будет успешным.